Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով մերձավոր արևելքում վիճակը ավելի է սրվել Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ըստ իրանագետի, Թեհրանը սա համարում է հրադադարի խախտում և խոսում է հնարավոր պատասխան գործողությունների մասին։ Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ, երբ ամերիկյան պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարել Պակիստանի մայրաքաղաքում։ Իրանի արտգործնախարարի խոսնակ Բաղային հայտարարել էր, որ ասուլիսի պահին իրանական կողմը բանակցություններին մասնակցության որոշում դեռևս չէր կայացրել։ Պակիստանյան աղբյուրների պնդմամբ Իսլամաբադի միջնորդական առաքելության հիմնական գործող անձ ֆելդմարշալ Ասիմ Մունիրը իրանական նավի վրա հարձակման դեպքի վերաբերյալ իր երկրի անհանգստությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Թրամփին, փորձելով առաջ մղել բանակցությունների չտապալման օրակարգը և զուգահեռաբար կրկին խոսել իրանական կողմի հետ։ Չնայած դրան, իրանական կողմից բանակցություններին մասնակցելու վերաբերյալ որևէ հաստատում առայժմ չկա, թեև Պակիստանում հավանական են համարում իրանական պատվիրակության ժամանումը։ Աշխարհում տիրող այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում, և այս օրինաչափությունից զերծ չեն նաև Իրան-ԱՄՆ բարդագույն հարաբերությունները։